Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայրաթոռում, տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների, գրել է Փաշինյանը։ Բախումներ չեն լինելու, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը Մայրաթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է վեհի, նշել է նա։ Գյումրիի ավականու 4 խմբակցությունները դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ զարգացած իրավական գործընթացների հետ կապված Գյումրու ավականու մեր քաղաքը, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Իմ հզոր համայնք, Մայր Հայաստան խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտելով Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը, կատարվածը որակելով մտահոգիչ։ Դատապարտող հայտարարությանը չի միացել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սուրբ 7 վերքի ղողանջների ներքո են իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանը խուզարկում։ Վաղ առավոտյան են ներս մտել ըստ քննչական կոմիտեի պարզաբանման թեմակալ առաջնորդի գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական ու վարույթային գործողություններ կատարելու համար։ Միքայել Սրբազանի նկատմամբ նախաձեռնած վարույթը քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելը։ Դեռ հունիսի 26-ի երեկոյան էին տեղեկություններ տարածել, եւ ահա խուզարկությունների պատկերը Աջապահյանի նոթբուքն են տարել, քրքրել թղթերը, փշրել Սուրբ նշխարը։ Սրբազանն այս ընթացքում առաջնորդարանում չի եղել, Մայրաթոռում էր քահանայած ժողովի ու դրա համար ավելի ուշ ազգային անվտանգությունը գնաց Վեհարան։ Դիմակավորվածները եկել են Սրբազանի հետևից, կգնա Աջապահյանը իրենց հետ Մայրաթոռում հավաքված հոգևորականները մեկ գաղափարի շուրջ են միաբանված, իրենց որոշումը պետք է լինի։ Այդ որոշումը պետք է արդարության սկզբունքից բխի։ Իսկ եթե Սրբազանը չպիտի գնա, նորից պետք է բխի արդարության, իրավունքի եւ արժանապատվության սկզբունքից։ Իրավիճակը Մայր եկեղեցու հարևանությամբ մի քանի անգամ լարվեց, ոստիկաններն ու եկեղեցականները հրմշտեցին իրար։ Իրավապահների նպատակը Վեհարան ներխուժելն էր։ Հայոց Սրբարանի պաշտպան սպասավորները պատ կազմեցին։ Վեհարանի լարված բակ են իջնում ամենայն հայոց գարեգին երկրորդ կաթողիկոսն ու Շիրակի թեմի առաջնորդ arczepiskopos Աջապահյանը։ Իրավիճակը կարճ են մեկնաբանում։ Տեղի ունեցողը բացարձակ ապօրինություն է, բայց Սրբազան հայրը պատրաստ է իրավապահների հետ գնալ։ Չեմ պատրաստվում թաքնվելու, չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի։ Մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգևորականների։ Իսկ երկրի Սրբազանների եւ երկրի բնականաբար։ Ամենայն հայոց գարեգին երկրորդ կաթողիկոսն այս հայտարարությունից հետո հոգևորականներին ուղղորդեց Վեհարան շարունակելու ժողովը։ Հայրապետի խոսքով հետագա գործողությունների եզրահանգումն անելու։ Աջապահյանն էլ նախքան իրավապահների հետ ճանապարհ ընկնելը համբուրեց նրա աչը։ Դեպի դարպասներ մի քանի քայլ չէին արել հոգևորականներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին եւ փորձեցին համոզել Սրբազանին որևէ տեղ չգնալ։ Իրավիճակը դարձյալ թեժացավ։ Իրավապահները, հոգևորականներն ու առաքելական Սուրբ եկեղեցու աջակիցները կրկին սկսեցին հրմշտել իրար։ Այդ րոպեներին Շիրակի թեմի առաջնորդը որոշեց վերադառնալ Վեհարան։ Հետ վերադարձավ նաեւ հայրապետը։ Սրբազանն ու նորին Սուրբ Օծությունը մտան Վեհարան, Բաքում մեկտեղված հոգևորականներն էլ որոշեցին դռների առջև շարվել, որևէ մեկին ներս չթողնել։ Եվ ղողանջ են խփում Մայր եկեղեցու զանգերը։ Մենք որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու նաև հատկապես ձևը, որովհետև մի
այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։ Այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն Վարդապետ Աչապայանին թուրքերը պարզապես կտոր արեցին։ Վեհարանի Բաքում մարդկանց հոսքն այս ընթացքում չէր դադարում։ Համախմբված հավատացյալները ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դեմ կանգնած որոշեցին նաև տերունական աղոթք կարդալ. «Մի տանիր զմես ի փորձություն, փրկյա ի չարե»։ Վեհարանի Բաքում ազգային անվտանգության մեքենան է աղոթքից ու համեմատաբար կարճ բանակցություններից հետո համաձայնում են կայանման վայրը փոխել։ Ներսում հավաքվածները ծափերով ու գոչյուններով ողջունեցին։ Անվտանգության նկատառումներից ելնելով են որոշումը կայացրել կանխելու իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը։ Ազգային անվտանգությունից են հայտարարություն տարածել։ Աջապահյանին էլ կոչ են անում չթաքնվել, ներկայանալ իրեն սպասող օպերատիվ խմբին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձագանքելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ստեղծված վիճակային գնահատել է մտահոգիչ հանրային համերաշխության տեսանկյունից։ Նա նշել է, որ պետությունն ու հայ առաքելական եկեղեցին կարևոր դեր ունեն հասարակական կարգի պահպանման եւ կրոնական ազատությունների ապահովման հարցում։ Պաշտպանը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն եւ խնդիրները լուծել փոխադարձարգանքի եւ իրավունքի գերակայության շրջանակում։ Նա նախազգուշացրել է, որ իրավիճակի սրումը կարող է ունենալ անդառնալի հետևանք։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել վարչապետի թեկնածու լինելուց։ Հանուն միասնական նախաձեռնության նա նշել է, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են վարչապետի թեկնածու առաջադրել Միքայել Սրբազան Աջապահյանին վերջինիս համաձայնության դեպքում։ Մարուկյանը կոչ է արել ընդդիմադիր եւ իշխող խմբակցության падգամավորներին միանալ նախաձեռնությանը իշխանափոխությունը իրականացնելու սահմանադրական ճանապարհով։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարն է սոցցանցում գրառում կատարել, թե Ստամբուլում հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Բայրակթարը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գնահատել են Թուրքիայի եւ Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Մայրաքաղաքի 40%-ը աշտարակ քաղաքի մի մասը այսօր ժամը 13:54-ից հոսանքազրկված է եղել։ Հայաստանի էլեկտրական ցանցերից պատասխանել են, որ հոսանքազրկումն իրականացվել է ոչ թե ՀԵՑ-ի, այլ ԲԵՑ-ի կողմից։ Առայժմ անհասկանալի պատճառներով է ԲԵՑ-ից հոսանքազրկում եղել, որը պետական հիմնարկ է։ Մինչև ասուլիսը կմեկնարկեր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին պահանջեց, որ ազատության լրագրողը հեռանա սրահից, սպառնալով այլապես ինքը կլքի տարածքը։ Հիմա դուք մեր թշնամիների համար եք աշխատում։ Իրանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում հարևան երկրների ծանոթաչու թռչող սարքեր են ներխուժել իր տարածք։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքյանը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այդ հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին, Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։ Հնարավոր է, որ մեր թշնամին սիոնիստական ռեժիմը օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ, սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք, սիոնիստական ռեժիմը չի հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք, հետևաբար դեռևս կա հավանականություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից։ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունվեց Ստամբուլի հռչակագիրը։ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտան նաև խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումներ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր հայտարարել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին եւ որ իր երկիրը չի տրամադրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը։ Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, ցանկացած կեղծ եւ շինծու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ։ Մենք դա եւս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված եւ կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին։ Իրանի դեսպանն անդրադարձավ այդ հռչակագրում տեղ գտած այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ձևակերպմանը։
Արևմտյան Ադրբեջան անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է, այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի, մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Դեսպանի ձևակերպմամբ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսությանը եւ երկու կողմերին էլ խրախուսում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը միշտ կայուն եւ հաստատուն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ազգային ինքնիշխանությանը։ Ով էլ որ սրա հակառակն ասի, մենք դեմ կլինենք դրան եւ խորհուրդ ենք տալիս, որ ինքնակոչ այս պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Պատերազմի ընթացքում նաև հիմա ըստ դեսպանի Իրանի եւ Հայաստանի լավ հարաբերությունները չեն դադարել։ Երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները նույնիսկ ակտիվացել են։ Ըստ դեսպանի հայկական կողմն արտահայտել է իր հստակ դիրքորոշումը եւ դատապարտել Իրանի դեմ ագրեսիան։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է արագ եւ պարզ առևտրային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ, խուսափելու դանդաղ ու բարդ գործընթացից։ Նա նշել է, որ գերմանական արդյունաբերությունը տուժում է Միացյալ Նահանգների բարձր մաքսատուրքերից եւ գործող իրավիճակը սպառնում է բիզնեսներին։ Մերցը նաեւ հայտնել է, որ Եվրամիությունը ստացել է ԱՄՆ նախագահ Թրամփի նոր առաջարկը, իսկ վերջինս հուլիսի 9-ը սահմանել է որպես վերջնաժամկետ մաքսատուրքերի համաձայնության հասնելու համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է ԵՄ-ում ստեղծել նոր առևտրային կազմակերպություն առևտրի համաշխարհային կազմակերպությանը փոխարինելու հնարավորությամբ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը կնքել են առևտրային համաձայնագիր, մանրամասներ չի ներկայացվել։ Համաձայնագրով Չինաստանը պարտավորվում է մատակարարել հազվագյուտ մետաղներ, ամերիկյան սահմանափակումները կվերացվեն համաձայնագրի իրականացումից հետո։ Սպիտակ տունը նաեւ պլանավորում է նմանատիպ գործարքներ կնքել առևտրային խոշոր 10 գործընկերների հետ։ Բացի այդ, Վաշինգտոնը նոր առևտրային առաջարկ է ներկայացրել Եվրամիությանը։ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ պատրաստ են գործարքի, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն եվրոպական շահերը։ Հունիսի 27-ին Վանաձոր Դիլիջան ճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ը եւ Vaz 2104-ը 2 հոգի տեղում մահացել է 1 հոգի։ Օպերատիվորեն ժամանած Վանաձոր շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձոր բժշկական կենտրոն։ Փրկարարծարայության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները Vaz 2104-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները։ Նրանցից մեկը տղամարդ է, մեկը կին։ Հունիսի 26-ին մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ 45-ամյա Զավենը Կիայով հյուսիս-հարավ ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրայերթի է ենթարկել տղամարդու։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Հունիսի 27-ին Ford Fusion-ը Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին Թալինի վարչական տարածքում բախվել է քարերին ու շրջվել։ 6 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներ։ Օպերատիվ է գործել Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումը։ Վիրավորներից մեկին մեքենայից դուրս է բերել Շիրակի մարզի բնակիչ, ով այդ պահին վթարի վայրով էր անցնում։ Տեղում օգնություն է ցուցաբերել, հետո Volkswagen Touareg-ով վիրավորին տեղափոխել է Թալին բժշկական կենտրոն։ Եվս 2 հոգու քաղաքացիներն են իրենց անձնական մեքենաներով տեղափոխել հիվանդանոց։ Օպերատիվ են գործել փրկարարծարայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Ըստ տեղեկությունների վիրավորներն ընտանիքի անդամներ են, նրանք մեկնում էին Արագածոտնի մարզի գյուղերից մեկը մասնակցելու հարսանիքի։ Իմ տեղեկություններով վիրավորները ընտանիքի անդամներ են, ամուսինները եւ նրանց 4 անչափահաս երեխաները, երեխաներից մեկին քիչ առաջ Թալին բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Հունիսի 26-ին Արտաշիսյան փողոցում բախվել են Lexus-ը, Tesla-ն եւ Nissan-ը։ Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է 3 վիրավոր կա։ Ամուսիններ են եւ նրանց 6 ամսական աղջնակը։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, բենզալեցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Իմ տեղեկություններով վիրավորները ամուսիններ են եւ նրանց 6 ամսական երեխա։
Հունիսի 27-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Ծարավաղբյուր փողոցի թիվ 55 կոտորակին շենքի փակ ավտոկայանատեղիում։ Փրկարարներն ու պարեկները տարհանել են մոտ 350 բնակչի, այդ թվում ծերերի ու երեխաների։ Հրդեհի հետևանքով այրվել է ավտոկայանատեղիում կայանված 5 մեքենա։ Տեղում էին Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջները մեծ դժվարությամբ են մոտեցել կրակի օջախին, քանի որ ամբողջ կայանատեղին ծխապատեր եւ աշխատանքները կարելի ասել ահավոր դժվար է եղել։ Ի վերջո հրշեջներին հաջողվել է մոտենալ կրակի օջախին։ Հունիսի 25-ին Վանաձոր քաղաքի Բանյոյի եւ Տիգրան մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Opel Zafira-ն եւ Zil Bernatare։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Խոսը մեծ է։ Եվ Աչափնյակում Մարգարյան փողոցի բազմաբնակարանային շենքերի տարածքում հսկա փոսը դարձել է պատուհաս բնակիչների համար։ Վարորդները մեծ դժվարությամբ են շրջանցում, վնասում են մեքենաները, պահանջում են քաղաքային իշխանությունից արագ լուծել հարցը։